Հունիսի 7-ին ընտրենք համար 7-ին Գագիկ Ծառուկյանը շարունակում է նախընտրական քարոզարշավը։ Հանդիպումն այս անգամ Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ է։ Հազարավոր համակիրներ համախմբվել են իրենց աջակցությունը հայտնելու եւ հաղթանակ մաղթելու ԲՀԿ նախագահին ու նրա թիմին։ Դու գործ ես արել, գործ։ Ես ոնց կարամ հիմա ուրիշ մարդու ընտրեմ։ Տղես ծառայում էր Ասքերանում։ Քու բարեգործությունով իմ կինս փոքր տղայիս հետ անվճար ավտոբուսով գնացել է, ուրախ, զվարթ, ուտելով, խմելով, նվերներով։ Այս զինվորի համար։ Նախ ելույթ է ունենում ԲՀԿ-ի հետ ընտրությանը մասնակցող Մայր Հայաստան դաշինքի առաջնորդը։ Անդրանիկ Թևանյանը քաղաքացիների ուշադրությունը հրավիրում է երկրի անվտանգային խնդիրների վրա։ Ալիևն ու Փաշինյանը արդեն բացահայտել են իրենց իրական ծրագրերը։ Ալիևը խոսում է այն մասին, որ մինչև ադրբեջանցիների բնակեցում չլինի Հայաստանում, ոչ մի խաղաղության թուղթ չի ստորագրվելու, ոչ մի խաղաղություն չի լինելու։ Փաշինյանն էլ երեք հայտարարեց, որ առնվազն 3 տարածք պետք է հանձնեն Ադրբեջանի։ Մենք բոլորս միասնական ջանքերով պետք է մերժենք այդ ծրագրերը, հետևաբար հունիսի 7-ին միասնական ջանքերով մասնակցում ենք ընտրություններին և քվեարկում ենք համար 7-ի օգտին։ Հունիսի 7-ին Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է որդեգրած սկզբունքը չտրվել սադրանքներին, ոչ ոքի չվիրավորել, չանցնել կարմիր գծերը, բայց դա չի նշանակում, թե իրենց հասցեին զրպարտանքներն անպատասխան են մնալու։ Ես որևիցե մեկի վրա ցեր չեմ շփոթում։ Ես ասել եմ եւ մեկ անգամ եւս ուզում եմ ասել, ամեն մեկը թող իր ծրագիրը ներկայացնի, ժողովուրդը թող նայի, ընդունի, որ իրեն հոգեանազատ կնի, որին կավատա, թող նայլատի, բայց եթե փորձեն, որ այդ վիրավորանք, ինչ-որ բան, իհարկե կպատասխանեմ տեղին, փաստացի դոկումենտալ։ Եթե որ ձե բան չասեն, ես ոչ մեկին չեմ վիրավորում։ Գագիկ Ծառուկյանը Էրեբունցիների ներկայացնում է առաջարկ Հայաստանին ծրագրի հիմնադրույթները, անվճար առողջապահություն եւ կրթություն, մինչեւ 3 միլիոն դրամի չափով վարկերի համաներում, արժանապատիվ թոշակ եւ ոչ միայն ծրագրում յուրաքանչյուր ոք, այդ թվում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները կգտնեն իրենց խնդրի լուծումը։ Այսօր ցանկացած երկում 60-70% բնակչության փոքր ու միջին բիզնեսով ազբաղում, նրանց հարկայինը մոտ պետք է չտա, մինչև 60-ից 80 միլիոն, նրանց պետք է ոչ ստուգեն, ոչ հարկ տան, երբ խոշորանա թող հարկը տան, մարդը գոնե ամսական 6-ից 700,000 դրամ, 800,000 պետք է իրա գումարն առնի, ոչ թե գնան սարքեն, վեցնեն ապրանք տան, հետը մն չխփեց 200,000, չի կարելի։ ԲՀԿ ղեկավարն անդրադառնում է նաև Երևանում գույքահարկի բարձրացմանը, այն համարելով անարդար եւ չհիմնավորված որոշում։ Թոշակառուները, սոցիալապես անապահով եւ բազմազավակ ընտանիքները պետք է ազատվեն գույքահարկից։ Այն պետք է սահմանվի հաշվի առնելով քաղաքացիների իրական եկամուտը։ Երևանում գույքահարկը 100% ավելացվում է։ Լավ, թոշակառուն, արվեստագետը, դոկտորա, պրոֆեսորա, ակադեմիկա, շինարարա, ինքը բնակարան է ստացել։ Այսօր իր թոշակով 50,000, 60,000 ապրում է, չի կարողանում գույքահարկը վճարի։ Գույքահարկն որոշել են ոչ թե կադաստրային արժեքով, այլ որոշել են շուկայական գնով։ Արդարացի որոշում չի մարել, թե իր խորը ծերությունը, ասում են վաճառի գնա սահմանի վրա յուղերում ապի։ Սա վիրավորանք է մեր ժողովրդին։ Կարան օրենք ընդունեն 2020 թվականից, ովքեր Երևանում բնակարան են առել, խնդրեմ, թող այդ իրենց որոշած գույքահարկը վճարեն։ Հնարավորությունը տվեք, պահանջեք, ասում է Գագիկ Ծառուկյանը, քաղաքացու վստահության քվեն միակ հնարավորությունն է Հայաստանի զարգացմանն ուղղված առաջարկները ամենասեղմ ժամկետում իրականություն դարձնելու համար։ Չկա այսքան ժամանակ մի բան ազատին եմ չանեմ, քանդածը սարքել եմ, կառուցել եմ, զարգացել եմ, ազգիս պատիվը բարձր պահել։ Իմ ուզածը ժողովուրդ ջան, որ կարողանանք քայլ կատարենք, դու դա զգաք, որոշողը դուք եք, ձեր ցավը տանեմ։ Դուք պետք է որոշեք, ձեր վաղ ապագա ձեր Մենք ձեր հետ ենք։ Ես եմ ձեր հետ եմ, ժողովուրդ, տվեք պանջեք, չտակեք ձեզից շնորհակալ եմ, էլի անելու եմ, ու դեռ քիչ եմ արել, տեսնելով այդ ջերմությունը, այդ վստահությունը, ավելի շատ անել եմ, ժողովուրդ։ Ծառուկյան, մենք արդեն հաղթել ենք, որովհետև ընտրել ենք ձեզ։ Ես էլ խոսք եմ տալի ձեր առաջ, որ ինչ որ ասել եմ մի բան էլ անել եմ։ Կարևորը գործն է մնայուն, որ դուք միշտ հիշեք եւ ձեր օրինակի խոսք ասեք։ Այնպես որ
Ամսի 7-ին համար 7-ին Սարուկաններ իր ասած իրականություն է դարձնելու։ Ամսի 7-ին համար 7-ին Ելույթին հաջորդում է անմիջական շփումը միմյանց հերթ չտալով երևանցիները լուսանկարվում են Գագիկ Ծառուկյանի հետ հաղթանակ մաղթում։ Մարդկանց աչքերում հույս ու հավատ է, սպասում, որ ամեն ինչ լավ է լինելու։ Հանդիպումից ու մարդկանց հետ ջերմ շփումից հետո Գագիկ Ծառուկյանը թիմակիցների հետ քայլեր թե անցկացնում Էրեբունի վարչական շրջանի փողոցներով։ Երաշխավորված խաղաղություն, Բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք կարգախոսով ընտրությանը մասնակցող քաղաքական ուժը մի քանի սկզբունքային թեզ է առաջ քաշում։ Մենք առաջարկում ենք երաշխավորված խաղաղություն միակողմանի նվաստացուցիչությունների փոխարեն։ Մենք առաջարկում ենք հանրային համերաշխություն հասարակությանը մաս-մաս անելու եւ պարակտելու փոխարեն։ Մենք առաջարկում ենք բարգավաճ եւ բարեկեցիկ հասարակություն աղքատության փոխարեն։ Եվ ուրեմն հունիսի 7-ին համար 7-ին Քաղաքական թիմը հաղթանակի դեպքում երաշխավորված, երկարատև ու կայուն խաղաղություն է խոստանում։ Պետք է կասեցնել անվերջանալի զիջումների այս շրջափուլը, որը նորանոր սպառնալիքներ է բերում։ Խաղաղությունը չի կարող լինել թշնամու, խաղաղությունը չի կարող կախված լինի մեր թշնամու դրամատրություններից։ Խաղաղությունը կարող է լինել միայն երաշխավորված, խաղաղությունը կարող է լինել միայն բացի վրա կառուցած, եթե ուզում եք արդար, ճիշտ եւ երաշխավորված խաղաղությունը բա հունիսի 7-ին, հունիսի 7-ին Գագիկ Ծառուկյանը առաջիկա անելիքների վերաբերյալ ամբողջ փակագծերը չի բացում, այս պահին կիսվում է միայն մտորումներով։ Իմ մտքով նորացնում ես Ռուբեն Վարդյանը իմ ընկերոջ մասին, որ ինքը ծրագիր ուներ Երևանում մի քանի տեղ ճոպանուղիներ բացելու, որ մեկ Էրեբունու, մեկը Կասկադում, մեկը Նորքում, եւ ես հույսով եմ, որ մոտ ժամանակներս իմ ընկերոջ հնարավորություն դի որ այդ ծրագիրը ինքը կյանքի կոչի։ Իմ մեջ այդ զգացումը կա։ Հույսով եմ Աստծո կամոք, ինչ որ կար խոստացել էր, որ Երևանում այդ ծրագիրը կյանքի կոչի։ Դա էր իմ մտքով ասում, որ հենց Երևանու մասին խոսեցից։ Անվտանգության փոխարեն կորուստներ ու խաղաղության պատրանք, զարգացման փոխարեն հետընթաց, համերաշխության փոխարեն պառակտում ու թշնամանք։ Իշխող ուժը 2018-ից ի վեր ոչ մի խոստում չի կատարել։ Ընտրությունը հստակ է, կամ հանդուրժում ենք այս կործանարար ընթացքը, կամ ճանապարհ բացում մեր հաղթանակի համար։ Քաղաքացի Նիկոլ Բովայի Փաշինյան, այս երկիրը Թուրքիա առաջ ծնկի ապրել մեկ մարդ եւ այդ մեկ մարդը դու ես։ Քաղաքացու տուգանքի մարսերիալը սարքել մեկ մարդ եւ այդ մեկ մարդը դու ես։ Քաղաքացու գրպանն ամտել մեկ մարդ եւ այդ մեկ մարդը դու ես։ Քաղաքացու գույնարկը թանկացնելը մեկ մարդ եւ այդ մեկ մարդը դու ես։ Քաղաքացու տրանսպորտը թանկացնելը մեկ մարդ եւ այդ մեկ մարդը դու ես։ Արիեգի առաջ քիքորի նման այրան պահում մեկ մարդ եւ Հունիսի 7-ին, այո, իշխանասեկվելու է մեկ մարդ եւ այդ մեկ մարդը կրկին դու ես։ Քայլերթի ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ, ինչպես փողոցներում, այնպես էլ պատուհաններից ու պատշգամբներից ողջունում են Գագիկ Ծառուկյանին եւ նրա քաղաքական թիմի անդամներին, նշում, որ հույսով ու հավատով սպասում են Բարգավաճ Հայաստանի հաղթանակին։ Պատրաստեք լավ փոփոխությունների ժողովուրդ։ Փոխածների արքար ձերքով թող կյանքը դառնա բարեկեցիկ։ Հունիսի 7-ին ընտրում ենք Քայլերթը շարունակվում է դեպի Էրեբունու հանրային զբոսայգի, քաղաքական թիմի անդամները տեղեկացնում են յուրաքանչյուր օր առավոտից մինչև երեկո լինելու են մայրաքաղաքի բոլոր համայնքներում, շրջելու են փողոց առ փողոց, բակ առ բակ։ Առաջարկ Հայաստանի ծրագիրը պետք է հասանելի դառնա յուրաքանչյուր երևանցու։ Նաև շնորհակալ ենք մեր համակարգացիներից, աջակիցներից, ովքեր որ ողջունում են մեր երթը, մեր հավաքը, ուզում տեղեկացնել, որ մենք ամենօրյա ռեժիմով ենք շփվելու
մեր քաղաքացիների հետ եւ բոլորիդ կոչ ենք անելու հունիսի 7-ին մասնակցել ընտրություններին եւ վերջ դնել այս ապիկար իշխանությանը եւ ձևավորել նոր իշխանություն։ Հունիսի 7-ին Հունիսի 7-ին Փոխեք իրավիճակը։ Մենք ձեզ հավատում ենք։ Մենք էլ այդ հավատը կիրականացնենք։ Վար ճշգարանք նկատենք։ Բարի Զբոսայգում եւս Գագիկ Ծառուկյանին իրենց աջակցությունը հայտնող մարդիկ շատ են, վստահում են, որովհետեւ բոլոր հաջողությունների հիմքում ազնիվ աշխատանքն է, նվիրումը հայրենիքին ու ժողովրդին։ Հաղթանակ, միայն ու միայն։ Շատ լավ դուք Ոչինչ շնորհակալություն։ Ձեզ առողջություն, ամենալավ բաները, մեր գլխից անպակաս։ Ես շնորհակալ եմ, ես մեկ անգամ ևս ուզում եմ ասել, գիտեմ այսօրվա հիմնական մեր ժողովրդի խնդիրը, պրոբլեմը, դարդուցավը, առաջին արարության դեպքում ասեցի բոլոր կետերը որոշումը ընդունվելու եւ իրականացվի։ Ձայն կտակ կպահանջեք, ձայն ցետ, էլի ձեզնից շնորհակալ եմ, էլի ձեզ Ծառուկյան եմ, Արելա միակ մարդն է, որ չի խաբելու։ Պատրաստվեք լավ փոփոխությունների հրաժեշտից առաջ երևունցիներին, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Հունիսի 7-ը դառնալու է մեր հաղթանակի ու ազգային վերածննդի օրը։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։